Մի քանի օր շարունակ Կապանում անցկացվեց թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, պար, պերֆորմանս, դրամատուրգիա, արվեստի այս ճյուղերն էին միջոցառման հիմնական ուղղությունները։ Համահիմնադիր Սաթե Խաչատրյանը նշում է, փառատոնն առաջին անգամ է Հայաստանում, հավելելով. Կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն մեր փառատոնը տարբերվում է մյուսներից հատկապես նրանով, որ այն կենտրոնացած չէ Երևանում, ավելին փառատոնը մեկնարկել է Կապանում եւ կավարտվի Երևանում։ Համայնքների, քաղաքների կամ մարզերի ընտրությունը առաջին հերթին պայմանավորված է Հայաստան-Ֆրանսիա գործակցությամբ եւ մասնավորապես քույր քաղաքների կամ համագործակցությունների տրամաբանությամբ։ Փառատոնի կարևոր ու ամենածավալուն հատվածը Կապանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ։ Դեմքեր համատեղ ստեղծագործության թատերականացված ընթերցումը նոր տեսլական է թատերարվեստում։ Այս ներկայացման համար Հայաստան ժամանած ֆրանսիացի հանրաճանաչ դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի խոսքով ստեղծագործության մեջ կարևոր է պատկերի նկարագրությունը։ Դեմքերը բազմավոլորտային նախագիծ է, որտեղ միախառնված են գրականությունը, արվեստը, լուսանկարչությունը։ Սրանց միջոցով մենք ներկայացնում ենք այն մարդկանց դեմքերը, որոնք նախագծի մեջ են։ Լուսանկարներում այն դեմքերն են, որոնց մենք հանդիպում ենք այս կամ այն քաղաքում։ Շատ հայ ընկերներ ունեմ եւ շատ էի լսել Հայաստանի մասին։ Այլ բան է լսելը, մեկ այլ բան է տեսնելը։ Շատ ուրախ եմ, որ Կապանում եմ։ Ինչ որ հասցրել եմ տեսնել, տպավորել է։ Բնությունը, սարերը։ Կապանում տեղի ունեցած ներկայացումը համախմբեց նաև երկու հայ դրամատուրգներին՝ Անուշ Ասլիպեկյանին եւ Անի Առաքելյանին, որոնք միացան Նատալի Ֆիլիոնի հեղինակային նախագծին։ Նրանց խոսքով սա փորձի փոխանակման լավ հնարավորություն էր։ Նատալի Ֆիլիոնի հետ համահեղինակությամբ այս օրերի ընթացքում Կապանում ստեղծեցինք մեր դրամատիկական երկը, որն այսօր Կապանի հանդիսատեսը դիտելու հնարավորություն կունենա։ Համագործակցությունը անչափ կարևոր է սա եւ մշակույթների երկխոսություն է եւ միմյանց տալու եւ միմյանցից վերցնելու կարևոր փորձառություն է եւ համաշխարհային նորագույն դրամատուրգիական տենդենսներին ծանոթանալու եւ դրանց համակայլ լինելու կարևորագույն նախաձեռնություն է։ Փառատոնի շրջանակում դրամատուրգը նաև վարպետաց դասեր է անցկացրել Կապանի ֆրանկոֆոն կենտրոնում, հանդիպել Թումո Կապանի երիտասարդների հետ։ Ֆիլմերի ստեղծմամբ հետաքրքրված երիտասարդների համար սա փորձառու մասնագետի հետ շփվելու եւ նրա խորհուրդները լսելու հիանալի առիթ էր։ Ցանկանում դառնալ ռեժիսոր ու մեծ պլաններ ունեմ այդ առումով։ Նատալի Ֆիլիոնը կիսվեց իր փորձով, թե ինչպես է նա դարձել այն ինչ որ հիմա կա եւ ես ապագայում կօգտագործեմ իր խորհուրդները։ Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի եւ ֆրանկոֆոն աշխարհի միջև, ստեղծելով ստեղծագործական հանդիպումների եւ համագործակցությունների նոր հարթակ։ Կապանի հետ մենք առաջին անգամ ենք աշխատում եւ Սանտեցիեն քաղաքի եւ ես շատ ուրախ եմ, որ այս փառատոնը հնարավորություն է տալիս նոր համագործակցությունների ստեղծման, ձևավորման համար եւ վստահ եմ, որ այն տևական կլինի, քանի որ մեր բոլոր նախագծերը երկարաժամկետ մտածողությամբ են ստեղծված։ Փառատոնը կավարտվի նոյեմբերի 3-ին Երևանում։ Կազմակերպիչները լիահույս են, որ այն կդառնա ամենամյա եւ Հայաստան կհրավիրի ֆրանկոֆոն մշակութային աշխարհի խոշորագույն ներկայացուցիչներին։